Այսօր մենք ևս մեկ քայլով, որը հատկապես նոր մակարդակին ենք բարձրացնում Հայաստանի եւ Եվրամիության in the European Union. Եվ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական միությունը անցկացնում են երկկողմ զբաղեցնող։ Մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու, որ այս նախադասությունը արդեն իր մեջ շատ մեծ եւ կարևոր իմաստ է պարունակում, որտեղ երբ որ մենք երկկողմ փոխադարձաբար այսօրվա գաղափարժողովը անվանում ենք առաջին գաղափարժողով, դա նշանակում է, որ ենթադրվում է նաև երկրորդ, երրորդ եւ հետագա գաղափարժողովների անցկացումը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը միայն անվանի մեջ է, այլև այն, որ մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծառայշիռ օրակարգ, որը արդեն իսկ կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթաժողովների մակարդակում, իհարկե դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է ունենալ բավականին մանրամասն եւ ծավալուն աշխատանք, ինչը եւ մինչեւ հիմա արվել է։ Ես ուզում եմ ձեզ ողջունել Եվրամիության պատվիրակությանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահի եւ Եվրոպական միության խորհրդի նախագահի գլխավորությամբ այս պատմական իրադարձության առիթով մենք իհարկե նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ եւ ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ եւ ունենք ձևավորված ըմբռնում, սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում Եվրոպական միության մեծ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես ժողովրդավարական բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, բայց նաև ուզում եմ ելի անդրադառնալ մի շատ կարևոր թեմայի, որի մասին խոսեցի նաև երեկ Հայաստանի աջակցման խմբի նիստի ժամանակ, իմ գնահատականն այն է, որ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումները իրականացված են։ Բարեփոխումների հետագա ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ եւ օրենսդրական եւ փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում եւ այս առումով իհարկե Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է եւ ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար, սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որը իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է։ Ես մի քանի անգամ էլ առիթ Եվրոպական միության եւ Եվրոպայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ նաև ապատեղեկատվության տարածումը, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում եւ նաեւ երբեմն մամուլում ինքը խնդիր է նաեւ Եվրամիության շատ երկրների համար եւ մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ եւ իհարկե մենք հույս ունենք, որ այստեղ եւս Եվրոպական միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական միությունում, այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար։ Կրկին ողջունում եմ եւ շնորհակալություն այսօրվա պատմական իրադարձությունը համահեղինակելու համար։
Dear Prime Minister, Deputy Prime Minister, Վարչապետ, փոխվարչապետ, նախարարներ, ցույց տվեք on սկսել behalf of the European Union, Եվրոպական միության thank անունից you once շնորհակալություն again հայտնելով for ձեզ կրկին your եւս warm մեկ անգամ hospitality. ձեր ջերմ հյուրընկալության համար։ we had a Երեք very մենք historic շատ momentum պատմական with the պահ first ապրեցինք meeting of the առաջին European անգամ political community. Եվրոպական But քաղաքական today համայնքի we have a գագաթաժողով new, անցկացնելով very important այսօր երկրորդ կարևոր պատմական summit իրադարձությունն է between the տեղի European ունենում։ Union Երբևէ առաջին and գագաթնաժողովը Եվրոպական միության եւ Հայաստանի միջև։ Սա հստակ ազդակ է how the European Union առ այն, wish to թե engage with ինչպես է Եվրամիությունը ցանկանում Now Armenia հարաբերություններ is living in կառուցել Հայաստանի հետ։ Հայաստանը peace, նոր of ժամանակահատված է consolidation of ոտնահարել democratic խաղաղության, regime. ժողովրդավարական ռեժիմի And this, of կոնսոլիդացիայի course, եւ սա is իսկապես the անշուշտ good environment լավ միջավայր է ստեղծում our զարգացման bilateral մեր երկկողմանի հարաբերությունները զարգացնելու the համար։ strategic agenda for the Ռազմավարական European օրակարգը Union-Armenia Եվրոպական partnership միություն Հայաստան was գործընկերության adopted last որդեգրվեց December. անցյալ դեկտեմբեր And ամսին since then, եւ այդ we օրվանից ի are վեր strengthening, մենք been ամրացնում ենք our եւ ամրացնում relationship. էինք մեր We are հարաբերությունները։ also working Մենք նաեւ very աշխատում closely ենք սերտորեն on the security and defense անվտանգային եւ պաշտպանության from ոլորտներում European Peace Facility, եվրոպական joint խաղաղության efforts գործիքի against շրջանակներում համատեղ threats. ջանքեր կիրառելով As you know, առանձին հիբրիդ սպառնալիքների the դեմ։ European Ինչպես գիտեք, Partnership Եվրոպական Mission միության that was decided գործընկերության the առաքելությունը last April հաստատվեց անցյալ ապրիլ that ամսվա aims to ընթացքում strengthen եւ նպատակ է Armenia's հետապնդում ամրացնել democratic Հայաստանի resilience ժողովրդավարական is a sign դիմակայությունը of եւ our սա shared շոշափելի commitment to առավաճ է մեր common համատեղ challenges. հանձնառությանը And of course, դեմն for us առնել it's very համատեղ important to protect the մարտահրավերներին։ Մեզ համար կարևոր է people պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը, ընտրելու իր իսկ And ճակատագիրը։ you can count Եվրամիությունը on us դուք կարող եք to ապավինել work together մեզ and to միասին develop անցնելու այս ուղին together our եւ common միասին Armenia ոտնակոխելու մեր is a key pillar ընդհանուր in ճակատագրի our ուղին։ relationship Հայաստանը with the South Caucasus, Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունակարային դեր ունի եւ նաեւ Europe փոխկապակցում է through Եվրոպան South Caucasus, Հարավային Կովկասի Caspian Sea, միջոցով դեպի Central Կասպյան Asia. This ծով is եւ the history կենտրոնական of Ասիա։ our regions, Սա է and մեր this will be also the future. տարածաշրջանների պատմությունը եւ սա է նաեւ ապագան մեր տարածաշրջանների։ Ահա թե ինչու Եվրոպական հանձնաժողովը եւ նախագահ ֆոն դեր Լայենը վստահաբար կշեշտադրի կոնկրետ արդյունքները այս գագաթնաժողովի, որոնք հիմք ընդունելով մենք կարող ենք զարգացնել մեր ռազմավարական գործընկերությունը համատեղ ապագան խաղաղության մեջ եւ հանուն հայ ժողովրդի եւ Եվրոպայի բարեկեցության շնորհակալություն։ Thank you also from my side. Շնորհակալություն նաեւ իմ կողմից վարչապետ Փաշինյան հյուրընկալելու համար մեր երբևէ առաջին գագաթնաժողովը ձեր գեղեցիկ երկրում։ Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի եւ Եվրոպայի միջև մեր կապերը առասպելների եւ հինավուրց քաղաքակրթություններից են սերում, բայց սա ոչ միայն մեր համատեղ պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաեւ այն հնարավորությունները, որոնք դեռ եւս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես Հայաստանը եւ Եվրոպական միությունը ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք լավ առաջընթաց ենք առասարակում դեպի վիզաների զերծ ճամփորդությունների Եվրոպայի Հայաստանի միջև ներդրումային հոսքեր ապավելու համար 2.5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են գլոբալ դարպասներ անվանտակ։ Այս գագաթնաժողովով մենք նոր մակարդակի ենք ոտնակոխում մասնավորապես մեր համագործակցության մեջ նոր փոխկապակցության գործընկերության համատեքստում։ Հայաստանը իսկապես, ինչպես դուք ասեցիք, ամենակարճ երթուղին ապահովում Կենտրոնական Ասիա դեպի Կենտրոնական Ասիա եւ Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի եւ աշխարհակական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր։ Այժմ դուք դա փոխում եք շնորհիվ ձեր խիզախ ընտրության հանուն խաղաղության եւ ավելի մեծ ինտեգրման եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների, մանավանդ քրիտիկական հումք
We're ready to help build հումքի the physical տեսակից։ Եվրոպան infrastructure, պատրաստ է օժանդակել եւ ֆիզիկական ենթակառուցվածքով, որտեղ այդ ապրանքները եւ հումքը պետք է տեղափոխել, մենք պատրաստ ենք տեղական էներգետիկ արտադրության եւ էներգետիկ կապերի տեսանկյունից օժանդակել սերտովի միջոցով եւ նաեւ ձեր and turn ծաղկող Armenia's position at the եւ heart of փթող this region into թվանշային the center ասպարեզը of the ինտեգրելու եվրոպական թվանշային ասպարեզի մեջ Now, if we անուն look at the region from Ukraine to հետագայքի եւ Iran, the զարգացման։ common region is Ուկրաինայից դեպի Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ այստեղ հարավային Կովկասում a different story is unfolding. այլ պատմություն է, այլ The age of իրավիճակ է։ new conflicts, you Նոր կոնֆլիկտների are դարաշրջանում դուք դարմանում եք հին We want to support վերքերը you, եւ showing մենք that ուզում ենք peace ձեզ օժանդակել brings ի ցույց դնելով այն, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության եւ որ փոխակապակցությունը նույն դերը կարող է կատարել այստեղ, ինչ որ here in your region, then 80 ձեր տարածաշրջանում ինչպես 80 տարի առաջ and cold played a role Պողպատի in the եւ building of the Europe. ածուխի Was through the connection միությունը կատարեց Եվրոպական միության հիմք ծառայելով, դա առևտրային կապերի հաստատման միջոցով էր, որը բերեց նախկին թշնամիների բարեկամանալուն եւ living խաղաղության up in the region to հաստատմանը then bring տարածաշրջանում prosperity to the whole world. հանգեցնելով եւ այն ժամանակ ձեզ քաջակնի է այդ պատմությունը։ Wonderful hospitality. Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար, կեցե մեր գործընկերությունը։ Նորին գերազանցություններ, հարգելի հյուրեր։ Այսօրվա գագաթնաժողովը նշանավորում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև հարաբերությունների պատմական հանգրվանը։ Մինչև վարչապետի եւ երկու նախագահների մամուլի հայտարարություններն այսօրվան գագաթնաժողովի օրակարգը ներառում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև կապակցվածության գործընկերության ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրումը։ Your Excellencies, dear guests, today's summit marks a historical milestone in relations between the European Union and Armenia. Before the press statement by the Prime Minister and the two presidents, today's summit schedule includes the signing of a connectivity partnership between the European Union and the Republic of Armenia and the initialing of a working arrangement on cooperation in border management between Armenia and Frontex. Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության ներկայացման կոչին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հայկական առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին կհանձնի մտադրության 6 նամակ։ To support the connectivity partnership and the call for expressions of interest to invest in Armenia launched today, the European Union will hand over 6 letters of intent to key Armenian companies and foundations. Հայաստանի Հանրապետության վարչապետ նորին գերազանցություն պարոն Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ նորին գերազանցություն պարոն Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ նորին գերազանցություն տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայնը ներկա կլինեն ստորագրման արարողությանը։ The Prime Minister of the Republic of Armenia, His Excellency Mr. Nikol Pashinyan, the President of the European Council, His Excellency Mr. Antonio Costa, and the President of the European Commission, Her Excellency Ms. Ursula von der Leyen, will witness the ceremony. Խնդրում եմ ողջունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Վահան Կոստանյանին եւ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման արևելյան հարևանության գլխավոր տնօրենության, արևելյան հարևանության եւ Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին, ովքեր համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության անունից կստորագրեն կապակցվածության գործընկերությունը։ Please join me in welcoming Mr. Vahan Kostanyan, Deputy Minister of Foreign Affairs of the Republic of Armenia, and Ms. Adrian Girali, Director for Eastern Neighborhood and Turkey, Director General for Enlargement and Eastern Neighborhood of the European Commission, who will sign the connectivity partnership on behalf of the Republic of Armenia and the European Union, respectively.
Այժմ հրավիրում եմ բեմ բարձրանալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նորին գերազանցություն Տիկին Արփինե Սարգսյանին եւ Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն պարոն Հանս Լեյտենսին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթղթերի նախաստորագրման համար։ Now I'd like to request Her Excellency Ms. Arpine Sargsyan, the Minister of Internal Affairs, and Frontex Executive Director Mr. Hans Leitens to come on stage for the initialing of the working arrangement on operational cooperation between the European Border and Coast Guard Agency and the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia. Հաջորդիվ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, արևելյան հարևանության եւ Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին խնդրում եմ հանձնել մտադրության նամակներն առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին։ Next, I would like to ask Ms. Adrian Girali, Director for Eastern Neighborhood and Turkey, Director General for Enlargement and Eastern Neighborhood of the European Commission, to hand over the letters of intent with key companies and foundations. Խնդրում եմ ողջունել Amber Capital Armenia-ի կառավարող տնօրեն պարոն Անուշավան Սիմոնյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ Հայաստանում կապակցվածության եւ աճի համար մասնավոր կապիտալի ներդրումների վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Հայկական ընկերություններին աջակցելով եւ դրանք եվրոպական կապիտալի ու չափանիշներին ավելի սերտորեն կապելով ստեղծվում են տնտեսական նոր հնարավորություններ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական միության համար։ Join me in welcoming Mr. Anushavan Simonyan, Managing Partner of Amber Capital Armenia, to come to the stage to receive a letter of intent on private equity investment for connectivity and growth in Armenia, co-signed by the EU. Supporting Armenian companies, better connecting them to European capital and standards, means economic opportunities for Armenia and the European Union. Խնդրում եմ ողջունել Firebird AI-ի հիմնադիր պարոն Ալեքսանդր Եսայանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ թվային եւ էներգետիկ ռազմավարական կապակցվածության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Հայաստանի դիրքավորումը որպես թվային եւ էներգետիկ կարևոր հանգույց ընդլայնում է կապակցվածությունը Եվրոպական միության հետ։ Please join me in welcoming Mr. Alexander Yesayan, co-founder of Firebird AI, to come to stage and receive a letter of intent on strategic digital and energy connectivity co-signed by the EU, positioning Armenia as a major digital and energy hub, enabling broader connectivity with the European Union. Խնդրում եմ ողջունել Synopsys Armenia-ի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանին բեմ բարձրանալու եւ ԵՎ համաստորագրմամբ կիսահաղորդիչների նախագծման հմտությունների եւ կրթության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Արդյունաբերության եւ կրթության, ինչպես նաեւ տաղանդի եւ նորարարության մեջ ամուր կապի ստեղծումը նպաստում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական միության մրցունակությանը։ Please join me in welcoming Dr. Yervan Zoryan, President of Synopsys Armenia, to come to stage and receive a letter of intent on semiconductor design skills and education co-signed by the EU, building a strong bridge between industry and education, between talent and innovation, benefiting Armenia and the European Union's Տեխնոլոգիաների եւ ստեղծարարության վրա հիմնված կրթական մոդելը նոր սերնդին պատրաստում է փոփոխվող աշխարհի համար։ Please join me in welcoming Ms. Marilu Papazian, the founding CEO of Tumo, to come to stage and receive a letter of intent on digital, creative and AI-enabled skills development co-signed by the EU, leveraging an education model based on technology and creativity, preparing a new generation for a changing world.
Խնդրում եմ ողջունել Creative Armenia-ի հիմնադիր եւ տնօրեն պարոն Գարին Հովանիսյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ ստեղծարար արդյունաբերությունների եւ մշակութային ձեռներեցության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Ստեղծարար արդյունաբերություններում կապերի ամրապնդումը մերձեցնում է մեր հասարակություններին, բացելով նոր հնարավորություններ փոխանակման, նորարարության եւ բիզնեսի համար։ Please join me in welcoming Mr. Garin Hovanesyan, the founder and director of Creative Armenia, to come to stage and receive a letter of intent on creative industries and cultural entrepreneurship co-signed by the EU, strengthening ties in the creative industries, bringing our citizens closer together and opening new pathways for exchange, innovation and business. Խնդրում եմ ողջունել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ պարոն Վազգեն Յակոբյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ մարդկանց միջև կապակցվածության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Մեր հասարակություններին կամրջելը խթանում է գիտելիքի փոխանակմանը, ներդրումները եւ տնտեսական կապերի խորացմանը։ Please join me in welcoming Mr. Vasgen Yakupyan, President of the Armenian General Benevolent Union, Armenia, to come to stage and receive a letter of intent on cooperation for people-to-people connectivity co-signed by the EU, bridging our societies, supporting knowledge, investment and stronger economic ties. Խնդրում եմ ողջունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Նորին գերազանցություն Տիկին Արփինե Սարգսյանին եւ Հայաստանում ԵՄ դեսպան Նորին գերազանցություն պարոն Վասիլիս Մարագոսին։ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթ զեկույցը, որը դեսպան Մարագոսը հանձնում է նախարար Սարգսյանին։ Ողջունումը Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման դրական առաջընթացն է։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի եւ ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։ Please join me in welcoming Her Excellency Ms. Arpine Sargsyan, the Minister of Internal Affairs, and His Excellency Mr. Vasilis Maragos, EU Ambassador to Armenia. The Commission Progress Report on Visa Liberalization handed over by Ambassador Maragos to Minister Sargsyan welcomes Armenia's good progress in implementing the Visa Liberalization Action Plan. It provides recommendations to achieve full visa liberalization between the European Union and the Republic of Armenia once all conditions are met. Շնորհակալություն, մամուլի հայտարարությունները կհաջորդեն 10 րոպե ընդունից հետո։ Thank you. The press statements will follow after a pause of 10 minutes.